Ողջույն սիրելի ժողովուրդ, հիմա ներկայացնեմ թե մի քանի ժամ անց մեր եթերում մոտավորապես թե ինչ է լինելու։ Ունենք շատ հետաքրքիր թեմաներ, գլխավոր թեման բնականաբար քաղաքական է եւ այսօր հայտնի դարձավ, հաստատվեց այն ինչ խոսվում էր արդեն մի քանի շաբաթ շարունակ, թե որ պաշտոններն են այսպես ասենք տրվելու դաշնակցությանը, հիմա այդ նյութը պատրաստում է Ռուզաննա Ստեփանյանը։ Ռուզաննա, ինչ կա այսօր։ Բարև ձեզ։ Ինչ կա այսօր, ինչ կասես, ինչ հայտնի դարձավ, արդեն մի քանի շաբաթ է խոսվում է հնարավոր կոալիցիայի մասին, ի վերջո կոալիցիա է լինելու։ Չէ, կոալիցիա չի լինելու է քաղաքական համագործակցության մասին համաձայնագիր, այս մասին մեծացրություն փակագծերը բացեց դաշնակցություն խմբակցության ղեկավարը։ Կոալիցիա անունը չի տրվելու։ Ոչ, կոալիցիա չի լինելու, հուշագիր չի լինելու է համագործակցություն, այսպես քաղաքական համագործակցություն է լինելու եւ պաշտոնները արդեն հաստատվեցին։ Այո, Արմեն Ռուստամյանը բացեց բոլոր փակագծերը, որ 3 նախարարական պորտֆել կստանան այդ համագործակցության շրջանակներում, կրթության նախարարությունը Ասեն պարոն Աշոտյանը հաստատապես լքում է կրթության եւ գիտության նախարարությունը կլինի նոր նախարարը, տարածքային կառավարման նախարարությունը այսօր ինչպես գիտեք կառավարությունը կդիմի ազգային ժողովին, որպեսզի օրենքում փոփոխություն կատարվի եւ այդ երկու ոլորտները տարանջատվեն, արտակարգ իրավիճակներն ու տարածքային կառավարման նախարարությունը։ Տարածքայինը կտրվի տարածքային կառավարման նախարարությունը կտրվի դաշնակցությանը Դավիթ Տոքյանը ըստ Արմեն Ռուստամյանի կղեկավարի այդ նախարարությունը եւ եւս մեկ նախարարություն, էկոնոմիկայի նախարարությունը կտրվի արդեն հարգելի սիրելի պարոն Մինասյան։ Եվ եւս երկու մարզպետի պաշտոն կստանան դաշնակցության այս համագործակցության շրջանակներում։ Այո։ Շնորհակալություն Ռուզաննա, իդեպ հենց տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության տարանջատման մասին, այդ մասին նյութ անում է Նանե Սահակյանը, տեսնենք ինքը որտեղ է, հարցազրույց է վարում։ Եթե արդեն ավարտել է, կարող ենք մի քիչ հանգարել։ Վերջացրել եք հարցազրույցը։ Մենք հիմա ձեզ մի քիչ կխանգարենք։ Բարև ձեզ։ Այստեղ մեր տաղավարում է Ստեփան Սաֆարյանը, վերլուծաբան, իդեպ նյութի մեջ լինելու է։ Մենք փաստորեն հարցազրույց էինք անում նախարարությունների տարանջատման մասին։ Նանե, դու գտել ես երկու հիմնավորումները, երբ այդ նախարարությունը միավորվում էր 2014 թվականի նոյեմբերն էր, եւ երբ հիմա այդ նախարարությունները տարանջատվում են։ Խնդրում եմ ցույց տուր այդ հիմնավորումների մեջ որը տարբերություն գտել ես։ Տեսեք, այսօր կառավարությունը առաջարկեց օրենքում փոփոխություն անել կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություն արեց եւ հիմնավորել է, որ բառացիորեն կարդում եմ, մեջբերում եմ, նպատակն է ապահովել առավել արդյունավետ կառավարման համակարգ։ Դեռ 2014-ի նոյեմբերին տաթև հիշում ես, երբ միավորվեցին երկու նախարարությունները, տարածքային կառավարման նախարարությունը եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը, օրենքի փոփոխության հիմնավորումում գրված էր, որ նպատակն է ապահովել ել ավելի արդյունավետ կառավարման համակարգ։ Այսինքն երկու դեպքում էլ արդյունավետ կառավարման համակարգ ստեղծելու դեպքում, բայց մի դեպքում տարանջատվում է, մի դեպքում միավորվում հետաքրքիր տրամաբանություն է։ Պարոն Սաֆարյան, իհարկե ամբողջ չեմ ուզում ամբողջ հարցազրույցը եւ ամբողջ նյութը, այսպես ասենք, սփոյլ անեմ, այո, գաղտնազերծեմ, բայց հայտ գրճել ինչ է սա նշանակում ձեզ։ Նշանակում է կառավարությունը երևի մտածում է, որ մեր երկրում կարծացող մարդիկ չկան եւ չեն կարող հիշողությունը կարճ է, որովհետեւ ստացվում է, որ միավորումը ել ավելի արդյունավետ էր, քան առանձնացումը, հետեւաբար եթե անգամ իրեն ձևակերպումներին նայենք, հիմա հետ քայլ են արել, որովհետեւ փոշմանել են։ Չեմ փոշմանում, բարձում է միավորված տեսքով ել ավելի արդյունավետ էին աշխատում, քան առանձին։ Հետևաբար, եթե միավորումը ել ավելի արդյունավետ էր, ինչու են բաժանում։ Գոնե ուրիշ հիմնավորում մտածեին այս անգամ, copy paste թե իհարկե կարող էին ներդրություն տալ։ Գիտեք, սա երևի թե պիտի մեկնաբանել որպես ներիշխանական, այսպես ասած, ինտրիգների դաշտում, ինչու իրենք պիտի, այսպես ասած, լեգիտիմացնեն Սերժ Սարգսյանի անձամբ կայացրած համաձայնությունները եւ թերևս ոչ պատահականորեն այդպես իմիջայլոց ինչ որ մի տող գրել եւ առաջ են անցել եւ այսինքն սա զուտ քաղաքական նպատակներին ուղղված է, ոչ թե արդյունավետության բարձրացման ուղղված։ Ինչպես Նանեն ներկայացրեց կառավարության նիստի ժամանակ, ասենք արտադրության նախարարը չի ասել, որ
արդյունավետ կառավարման համար են անում, այլ ասել է դա ուղղակի քաղաքական համաձայնությունների շրջանակում է անում։ Այսինքն բացել են Սերժ Սարգսյանի բոլոր խաղաքարտերը եւ թերևս դրանով անուղղակի արտահայտելով իրենց դժգոհությունը։ Շնորհակալություն, ամբողջ նյութը մենք կցուցադրենք ժամը 8-ին ուղիղ եթերում Ազատություն.am կայքեջում։ Հիմա շարունակենք այսօր մի փոքր անհանգստացնող լուր ստացանք ազգային ժողովի նախագահ խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը հիվանդանոցում է հայտնվել երեկ երեկոյան մանրամասները հիվանդանոցում պարզել է Սիսակ Գաբրիելյանը հիմա մենք կմոտենանք իրեն ինքը կպատմի ինչ է պարզել եւ ում է այնտեղ տեսել պարզում է Գալուստ Սահակյանն է այսօր բազմաթիվ բարձրաստիճան այցելուներ է ունեցել Սիսակ Այսօր փաստորեն որ հիվանդանոցում ես եղել Թիվ 1 հիվանդանոցում առավոտյան քիչ առաջ զրուցեցի բժիշկների հետ, ասացին որ առողջական վիճակը լավ է, նրա մոտ ախտորոշվել էր ավելի տատանվել էր ճնշումը, 3 երեկոյան 20:00-ի սահմաններում նա դիմել էր հիվանդանոց, կատարվել էր հետազոտություն։ Հիմա ինչպես է խորհրդարանի խոսնակի վիճակը։ Ըստ իր մոտ այցելողների ամենտեղս նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է, լրագրողներին չի թույլատրվում այնտեղ ուտել։ Նրա մոտ քիչ առաջ եղել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նա փոխանցեց մեզ, որ առողջական վիճակը լավ է։ Ինչպես ասեցի, առավոտյան նաև նրա մոտ էին նրա երկու տեղակալները, Էդուարդ Շարմազանովը եւ Էմինե Նաղդալյանը, ովքեր նույնպես նշեցին, որ առողջական վիճակը լավ է։ Նաև փաստորեն նշել են, որ հումորներ է անում, Այո, հումորներ է անում, հայդում է։ Թերևս այդ հանգամանքը, որ նա վերակենդանացման բաժանմունքում է, այո, որ նշեցի այցելը եւ Ասենե Բաբայան, ազգային ժողովի լրատվության վարչապետը նշեց, որ այդ վերակենդանացման բաժանմունքում մնալը թերևս պայմանավորված է իր խոսքով նա նշեց, որ անվտանգության նկատառումներով զուտ։ Շնորհակալություն Սիսակ, իդեպ մենք ունենք կադրեր, հիմա կարող ենք մոտենալ մեր վիդեոթիմի ցնումներին, ունենք կարող եմ հիմա կադրեր ցույց տալ Սիսակի նյութից, որը կլինի երեկոյան ժամը 8-ին։ Ահա, սա փաստորեն։ Կարող եմ ցույց տալ նաև Կարող ես միացնել, եթե խնդրեմ, կարող ես միացնել ձայնը լսենք։ Կարող եք ավացնի, Հա, ոչինչ, մի քիչ բարձրացրու ձայնը։ Տեսնում ենք Էմինե Նաղդալյանը կարծես թե ուտելու բան է տանում ազգային ժողովին։ Հիվանդացել դատակաձևը չէր եկել։ Պարոն Շարմազանովն է, հա, ներկայացնում եք։ Այո, ազգային ժողովի նախկին խոսնակն էլ այցելել է Գալուստ Սահակյանին։ Ահա։ Առողջություն մաղթենք պարոն Սահակյանի շուտապույտ ապակինում, լրագրողները նրան շատ են սիրում։ Եվ իհարկե ծրագիրը բավական հարուստ է, բավական լիքն է, մոտ 12 նյութ ունենք, բայց ես կուզենայի նաև մի վերջին նյութը առանձնացնել, մի վերջին, մինչև Նարինեի մոտ գնալը, այստեղ Հեղինեն է, Հեղինեն խնդրեմ կներկայացնես ինչ նյութի վրա եք հիմա աշխատում, դու և Աննան։ Սա դաթև Ազատություն ռադիոկայանի բելարուսական ծառայության թղթակից Աննա Սաուսի հարցազրույցների շարքն է, ետխորհրդային տարածքի 12 առաջնորդների, այդ Մենք մի փոքր տեխնիկական խնդիրներ կարծես թե ունեցանք, բայց մենք պատրաստ ենք տեխնիկական այո, խնդիրները հենց պատրաստ ենք տեղում լուծել։ Այս հաղորդումը դեռ մեր այսօրվա եթերում չի լինի, բայց հարցազրույցները շատ հետաքրքիր են եւ ես խորհուրդ կտայի անպայման այցելել մեր Ազատություն ռադիոկայանի հենց հայկական էջը կամ միջազգային էջը RFR.org-ը, որտեղ կան եւ ռուսերեն թարգմանությամբ եւ անգլերեն իրենք հարցազրույցները։ Հիմա դուք հայերեն եք թարգմանում։ Հայերեն թարգմանությունը Քոչարյանի եւ այնուհետեւ մնացած բոլոր առաջնորդների գնա եւ իսկապես հետաքրքրունակ, եթե որևէ մեկին հետաքրում է, ասենք, ինչու է Բելարուսի խորհրդանի նախկին խոսնակը երկար ժամանակ ստացել $1 պակաս կենսաթոշակ կամ օրինակ ում նկարներն են կախված Լիտվայի նախկին առաջնորդներից մեկի աշխատասենյակում, խնդրեմ կարող են դիտել։ Շատ հետաքրքիր է, ես անպայման աշխատանքից հետո կդիտեմ, ինձ նույնպես հետաքրքրեց։ Շնորհակալություն, հիմա գնանք Նարինեի
մոտ Նարինեի, հեսա։ Նարինեն այսօր շատ հետաքրքիր մի նյութ է պատրաստել, շրջել է մայրաքաղաքի փողոցներով եւ ուշադիր ուսումնասիրել է շենքերի տանիքները, թե ինչու։ Շենքերի տանիքներում հատկապես այստեղ տեսնում եք կենտրոնը սա պրոսպեկտն է, գրեթե ամեն երկրորդին հարկանի կամ 4 հարկանի շենքերի տանիքներում կտեսնեք այսպիսի 1, 2, տեղ կար անգամ 3 հարկանի սեփական տներ կարելի ասել։ Մի շենք կար, որի ամբողջ երկայնքով տանիքի գրեթե յուղի նման տեսարան էր, հիմա դա մի վարքյան կգտնենք հիմա։ Տեսեք, զուգարանը հայտնվել է դրսում։ Գրեթե բոլոր շենքերի տանիքներում այսպիսի վիճակ է Գերավետյանի, ակտիվիստ Վարդան Գերավետյանի եւ ավականու անդամ, ընդդիմադիր անդամ Անահիտ Բախշյանի հետ շրջեցինք։ Նա ասում էր, որ խնդիրն այն չէ, թե մարդիկ ունեն թույլտվություն, թե ոչ, խնդիրն այն է, թե ովքեր են նրանք, եւ այսպիսի շատ դեպքերում բարձում է կարելի է այսպիսի գծակառույցներ պատրաստ կառուցել ու միայն տուգանքով սահմանափակվել։ Այո, ինչպես օրինակ ես եւ դու օրինակ գնանք մի շենքի տանիք կարող ենք վերցրել եւ երկհարկանի տուն կառուցել։ Եթե դու այդ շենքի բնակիչ ես, կարող ես քո վերևի հարկում կառուցել 1, 2, 3 հարկանի ինչ-որ շենք ու դրա համար սահմանափակվել ընդհանուր տուգանքով, բայց օրենքը մենք այսօր տեղեկացանք ուսումնասիրեցինք, որ օրենքը շատ հետաքրքիր կետեր ունի, օրենքը արտադրում է եւ ունի այդ կետը, որ կառուցապատողը իրավունք միայն քանդելու, եթե չունի համապատասխան թույլտվություն, բայց Անահիտ Բախշյանն ասաց, որ դա երբևէ չի գործել, հատկապես կենտրոնի բարակայում չի էլ գործելու, որովհետեւ ինչպես նշում էր Բախշյանը, կապանի թե ով է դրա սեփականատերն ու ասում էր օրենքն այս դեպքում էլ ընտրովի է։ Հիմա տեսնում եք այդ հատվածը շենքի, սա բազմաբնակարան շենքի տանիք է։ Սեփական տներ են։ Սեփական անկախություն հաստատած, այո։ Երևանից Եվ փորձագետները նաև պնդում են, որ այսպիսի դեպքերում նաև շենքերի սեյսմակայանությունն է վտանգի տակ դրվում։ Տեսեք, բազմաբնակարան շենք է ու խնդրեմ։ Այստեղ մի ամբողջ առանձին համայնք է։ Աստորեն շենքը նախատեսված է կոնկրետ հարկայնությամբ, հիմքերը եւ ֆունդամենտը փորվել է կոնկրետ հարկայնության համար, բայց ավելացել է։ Բնակիչները որոշում են, որ դա քիչ է եւ պետք է շարունակեն շինարարությունը կառուցել։ Քաղաքապետարանը ինչ է ասում, ինքը պատասխանատվություն այդպես չպատասխանեց մեր ուղարկած հարցումներին, բայց քաղաքապետարից Արթուր Գևորգյանը պարզապես ասաց, որ այնինչ եղել է մինչ այժմ իրենց նախորդների օրոք է եղել եւ այսօր իհարկե տրվում է թույլտվություն, բայց թե որ գծակառույցներին է տրվել թույլտվություն, քանի այդպիսի կառույց կա, որ ունի թույլտվություն չմանրամասնեցին։ Եղավ, Նարինե, շնորհակալություն։ Մենք այս ամենի մասին ավելի մանրամասն կպատմենք երեկոյան ժամը 8-ին azatutsun.am կայքեջում։ Նշեմ նաև, որ այսօր Հանրապետականի գործադիր մարմնի նիստ է լինելու, այնտեղից նաև ուղիղ կապ կհաստատենք, քանի որ դաշնակցականները այսօր բացել են փակագծերը, չի բացառվում, որ հանրապետականները նույնպես փակագծեր բացեն։ Մի խոսքով կհանդիպենք ժամը 20-ին։ Հաջողություն։